Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին զստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Հայաստանյան ժողովրդավարությունը ըստ բրիտանական հեղինակավոր Economist Intelligence Unit հետազոտական կենտրոնի արդեն երկրորդ տարին անընդմեջ հետընթաց է արձանագրում։ Կազմակերպության The Democracy Index-ի վերջին զեկույցի համաձայն 2024-ին Հայաստանի ժողովրդավարության համաթիվը 5.35 է եղել, գրեթե 5%-ով կամ 0.28 միավորով պակաս 2022-ի ցուցանիշից։ Ինչն է անկման պատճառը։ The Democracy Index-ի ղեկավար Ջոն Հոուին ազատությանը պարզաբանել է 2024 անկման պատճառը Հայաստանում կոռուպցիայի ցուցանիշի վատթարացումն է։ 2022-ից ի վեր Հայաստանի ընդհանուր ինդեքսային միավորում փոփոխություններ են եղել։ Երկիրը 2022-ին ունեցել է 5.63 միավոր, այս ցուցանիշը 2023-ի վերջում ընկավ մինչև 5.42։ Այդ տարվա դրամատիկ իրադարձություններից հետո, երբ փլուզվեց կառավարության ու քաղաքական կուսակցությունների նկատմամբ վստահությունը, 2024-ի միավորն ավելի է իջել, հասնելով 5.35-ի կոռուպցիայի ցուցանիշի վատթարացումից հետո, ասել է The Democracy Index-ի ղեկավարը։ Նախորդ տարիների ցնցումներից հետո կառավարության եւ քաղաքական ուժերի նկատմամբ հանրության վստահությունը փաստացի փլուզվեց, իսկ 2024-ին հետընթացին նպաստեց նաեւ կոռուպցիան։ Հայաստանը շարունակում է մնալ հիբրիդային ռեժիմ, ցավոք բազմաթիվ բարեփոխումներ դոփում են տեղում, բացի այդ նկատվում է իշխանության կենտրոնացում վարչապետի եւ նրա շրջապատի ձեռքում։ Եվ խորհրդարանը հետին պլան է մղվել։ Խորհրդարանը պետք է անկախ մարմին լինի, բայց այլևս որպես անկախ մարմին չի գործում Հայաստանում, ընդգծել է նա։ Փորձագետները կարծում են, որ Democracy Index-ի վրա ազդել են այլ ներքաղաքական գործոններ եւս, այդ թվում դատական համակարգի անկախության պակասը։ Զեկույցը կազմելիս կենտրոնի փորձագետները հաշվի են առնում 5 հիմնական չափորոշիչ՝ ընտրական գործընթացներն ու բազմակարծությունը, քաղաքական մշակույթը, քաղաքական մասնակցությունը, կառավարման արդյունավետությունն ու քաղաքացիական ազատությունները։ Հայաստանը չնայած զեկույցում հեղափոխությունից հետո արձանագրած առաջընթացին դեռևս չի համարվում ժողովրդավար երկիր, այն բնութագրվում է իբրև հիբրիդային ռեժիմ։ Չնայած դրան, տարածաշրջանում Հայաստանը առաջատար է 160 երկրների ցանկում, զբաղեցնելով 82-րդ տեղը։ Վրաստանը օրինակ 94-րդում է, Ադրբեջանը 126-րդ տեղում։ Չնայած իշխանությունը պնդում է, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, ոլորտի մասնագետները չեն բացառում, որ այն հենց համակարգային է։ Օրերս արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը նշել էր, որ համակարգային կոռուպցիա չկա, դրվագային կոռուպցիա իհարկե կա, որևէ մեկը որևէ մյուսի համար, մեկի համար չի կարող երաշխավորել։ Վերջերս հրապարակված Transparency International-ի կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը դրական 100 առավելագույնից 47 միավոր էր ստացել։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ նույն միավորն է արձանագրում մեր երկիրը։ Այս իրավիճակը ոլորտի փորձագետները լճացում բառով են բնութագրում։ Transparency International-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը համակարգային կոռուպցիայի հավանականության մասին խոսել էր, ներկայացնելով Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը։ Այն արդեն երկրորդ տարին անընդմեջ նույն է, դրական 100 առավելագույնից 47 միավոր։ Հայաստանը համաթիվը 2019-ին էր էականորեն փոխել, հեղափոխությունից հետո 35-ից դառնալով 42, իսկ 2020-ից 21 թվականներին ընդհուպ հասնելով մինչև 49-ի, իսկ արդեն 2022-ին նվազել հասնելով 46-ի։ Ըստ Transparency International-ի գնահատականի, առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում կանգ առավ առաջին հերթին այդ բարեփոխումների իրականացման սահմանափակ մասշտաբների պատճառով։ Մենք գտնվում ենք լճացման փուլում, դա նշանակում է, որ այն ռազմավարությունները, որ ընդունվել են, ընդունվում են եւ դեռ կընդունվեն, շատ ավելի լուրջ ուշադրություն պետք է դարձնենք, որպեսզի դրանք չմնան թղթի վրա, նշել է Հոկտանյանը։ Իշխանության ներկայացուցիչները մինչդեռ կարծում են, որ հետագայում հնարավոր է Հայաստանը բարելավի իր դիրքերը կոռուպցիայի ընկալման համաթվով։ Տարածաշրջանում կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանից ավելի բարձր 53 միավոր ունի Վրաստանը, մինչդեռ մյուս հարևանները հետ են այդ ցուցանիշով։ Ադրբեջանը 22, Թուրքիան 34, Իրանը 23 միավոր ունեն 2024-ին։ Իդեպ քիչ առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, հայտնելով, որ Դատանի վճռով Ծաղկաձորի Մկրտչյան փողոցի 32 կոտորակ 1 հասցեում գտնվող 26700 քառակուսի մետր մակերեսով եւ նույն փողոցի 36 կոտորակ 1 հասցեում գտնվող 26400 քառակուսի մետր մակերեսով հողամասերի նկատմամբ որպես ապօրինի ձեռք բերված գույք վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Իսակովի պողոտայի հողերն օտարելու գործով մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում են Ֆակտոր TV-ի աղբյուրները։ Գործը քննող քննչական կոմիտեն Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալիս, չի հերքում կամ հաստատում գործով նրան մեղադրյալ ներգրավելու հանգամանքը։ Լրատվամիջոցին հայտնի էր դարձել, թե ինչ հոդվածով է Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավվել, սակայն ամենայն հավանականությամբ խոսքը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մասին է։ Հիշեցնեմ, որ Իսակովի պողոտայում գտնվող Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող 11 հեկտար հողատարածքը ըստ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի օտարվել է 2005-2006 թվականներին, երբ Սերժ Սարգսյանը եղել է Հայաստանի պաշտպանության նախարարը։ Ըստ քրեական գործի այս հողերն օտարվել են շուկայականից էականորեն ցածր գնով ուղղակի վաճառքով։ Այս դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատվել են Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի եւ 2005-ից 2006 թվականներին պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության ու զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Սարգսյանի մասերն ու ուղարկվել դատարան։ Վաչագան Ղազարյանի եւ Արմեն Սարգսյանի մեղադրանքներում շոշափվում է Սերժ Սարգսյանի անունը։ Նշեմ, որ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ավելի քան 1 տարի է լրագրողների հարցերին չի պատասխանում, նրա հետ կապ հաստատել այս անգամ եւս չի հաջողվել, ուստի Սերժ Սարգսյանի դիրքորոշումը իրեն վերագրվող արարքի վերաբերյալ հայտնի չէ։ Այնուամենայնիվ, սրանից ավելի վաղ Ֆակտոր TV-ի հարցին, թե ինչու են օտարվել Իսակովի պողոտայի հողերը, Սերժ Սարգսյանը դեռ 2023 թվականի նոյեմբերին պատասխանել էր, թե անհրաժեշտ է եղել օտարել են։ Այդ հողերը օտարվել են, որպեսզի պաշտպանության նախարարության կարիքները հոգանք ու հոգացել ենք, կառուցել ենք համալիր, որի նմանը որևէ այլտեղ չկա, ձեռք ենք բերվել սպառազինություն եւ այլն։ Դա կառավարության որոշմամբ տրվել է պաշտպանության նախարարությանը, պաշտպանության նախարարությունն էլ տնօրինել է, պարզաբանել էր Սարգսյանը։ Եվ զրուցակիցս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուի Հարությունյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Հարությունյան, նախ սկսենք գնահատականներից Հայաստանի ժողովրդավարության մասով, որը ըստ Democracy Index-ի նահանջ է ապրում, եւ դա պայմանավորված է կոռուպցիայով կամ կոռուպցիայի դեմ ոչ արդյունավետ պայքարով։ Ոչ միայն, դժվարում դուք պատճառները նշեցիք նաեւ, հետևելով ձեր խոսքին, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել։ Դեզևս Թեև դուք ներկայացնում եք ամեն անգամ ինձ ավելի վերջին պաշտոնի տիտղոսով, այնուամենայնիվ իմ գործունեությունը հենց թեմատիկ ավելի երկարաժամկետ ներառել է հենց ընդհանուր ժողովրդավարության մարդու իրավունքների եւ համակարգային բարեփոխման օրակարգը եւ ըստ էության ինձ համար զարմանալի չէ նման ցուցիչը թվերից վերանալով եւ այստեղ կարծում եմ թվաբանական հաշվարկները նույնիսկ եթե հիմա հակառակը միավորի աճ ցույց տային որակական հատկանիշների տեսանկյունից միևնույնն է ես դեռևս կպնդեի որ ժողովրդավարությունը իր որակական դրսևորումներով եւ իրական արդեն դրսում մեր կյանքի յուրաքանչյուր դրվագում իր դրսևորումներով իսկապես ոչ միայն նույնն է մնացել այլ անկում է ապրում Եվ դրա պատճառները մի քանիսն են։ Այստեղ կարծում եմ շատ կարևոր է արձանագրել ոչ թե ինչը, այլ նաև ինչու է այդպես կամ ինչպես ենք հասել դրան։ Եվ տեղին է հիշատակել, որ նույն ժողովրդավարության ինդեքսը, երբ Հայաստանում առաջընթաց գրանցեց, դա պայմանավորված էր ոչ թե ձեր նշած նաև այն ոլորտներով, որի գնահատմամբ սովորաբար այդ կարծիքը ձևավորվում, այսինքն 5 կարևորագույն ոլորտներ, ընտրական ժողովրդավարություն, արդեն հենց կառավարում, բուն, որը վերաբերում է ոչ միայն գործադիրին, այս տրամաբանության ներքո, այլ այդ ամբողջ փաթեթը ինչպես է իրական կյանքում իրացվում որպես արդեն ժողովրդավարությանն ուղղված գործողությունների ամբողջություն, բայց նաև օրինակ քաղաքական ներկայացվածությանն ու բազմազանությանը, քաղաքական մշակույթին եւ դուք նշեցիք նաև քաղաքացիական ազատությունները, որը արդեն մեր ամենօրյա կյանքի եւ մեր մաշկի վրա զգալու հնարավորությունն է։ Նախկինում տրված այդ առաջընթացը պայմանավորված էր այդ արմատական, եթե կարելի է անվանել փոփոխությամբ 18 թվականի իրադարձությամբ պատկերացրեք ժողովրդի կամքի արտահայտությունը ինքնին բոլոր այդ 5 հատկանիշներով գնահատվեց արդեն ժողովրդավարությանը ավելի մոտ եւ դա ուղղակի այսպես եթե կարելի է ասել նաեւ կրեդիտ էր հենց նոր ձևավորված իշխանությանը, բայց դա դեռևս նրանց վաստակը չէր։ Վաստակը, այսինքն դա ոչ թե նշանակում էր, որ մենք որպես իշխանություն արդեն իրականացրեցինք այդ քայլերը, որը տվեց մեզ այդ փոփոխությունը, այլ դա հենց ուղղակի իրադարձությունը ինքնին մեզ ապահովեց։ Արդյոք կարողացանք մենք դա նյութավորել եւ դարձնել կրեդիտից արդեն
ամենօրյա կյանքում օգտագործվող միավոր, ցավոք սրտի ոչ, եւ դրա պատճառները դուք թվարկեցիք, եթե թույլ կտաք ես կավելացնեմ, տեսեք ըստ էության ակնկալիքների առնչությամբ է նաև որ ինդեքսը արձանագրում է ոչ դրական փոփոխություն, քանի որ իրական ժողովրդավարության մեջ ըստ էության այդ բարեփոխումները եւ ոչ միայն կոռուպցիային է այստեղ վերաբերում, ես կանդրադառնամ նաև համակարգային կոռուպցիայի այդ նաև ոչ թե հակադրության տեսանկյունից, այլ նաև դրա իրական էությունը ինչու է դրսևորվում եւ այստեղ ցավոք սրտի պիտի արձանագրենք, որ այդ փոփոխությունները ակնկալիքի տարբերակով չիրականացվեցին ոչ միայն քաղաքացու ամենօրյա կյանքի մակարդակում, այլ նաև կառավարման մեջ, ինչը ցավոք սրտի նաև միավորի կամ ցուցիչի առումով այս տարվա նվազեցման հիմնական պատճառն է հանդիսացել։ Եթե ձեր նշած 5 ոլորտներով մենք յուրաքանչյուրին տրված միավորը տեսնենք, կտեսնենք, որ իրականում նահանջ ապրել է հենց կառավարման միավորը, որն ազդել է նաև ընդհանուր ցուցիչի վրա, եւ դրա պատճառն այն է, որ կառավարումը որպես ժողովրդավարական մոդելով իրականացվող կառավարում եւ արդեն ժողովրդավարությունը ընտրական գործընթացի առնչությամբ տարբեր են։ Այո, որևէ կերպ կարծում եմ, որ հերքել հնարավոր չի լինի, որ Հայաստանում երբ թե եզակի անգամներ, որ կայացան ընտրություններ, որոնք ընտրողի ազատ կամքի արտահայտման գործընթացի վրա ազդեցության տեսանկյունից իսկապես ապահովեցին այդ հնարավորությունը, ընտրական կեղծիքները եւ վարչական ռեսուրսի օգտագործում այն ծավալով կամ այն մասշտաբներով, որոնք եղել են ավանդաբար բացակայում էր եւ առհասարակ քաղաքացին իսկապես իր կամքը դրսևորեց եւ ձայնը որպես կառավարման արդեն գործառույթով օժտելու հնարավորություն տվեց կոնկրետ խումբ անձանց իշխանություն եւ նաեւ ընդդիմություն։ Հիմա երբ մենք խոսում ենք արդեն քաղաքական ազատությունների կամ քաղաքական բազմազանության ու ներգրավվածության մասին, հիմա անպայման պիտի նաև այդ որակական փոփոխությունը, որը տեղության ընտրական գործընթացի պարագայում շարունակվեր նաև այս մի դրվագով, այսինքն կառավարման տեսանկյունից, իշխանությունների բաժանման եւ մասնավորապես ազգային ժողովում որպես արդեն գործունեություն իրականացնող իշխանության ճյուղ, այդ ժողովրդավարությունը պիտի դրսևորվեր, բայց մենք իրականում ինչ ենք տեսնում, մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը այսօր հնարավորություն ունի բոլոր տեսակի որոշումները իրականացնել իրենց բաշխված ձայների միջոցով, այսինքն այսօր ընդդիմությունը ըստ էության որակական ներգրավվածություն որոշումների կայացմանը բացարձակապես չունի, եւ սա վերաբերում է իմ եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներին, քանի որ օրենքները գալիս են հետո կառավարելու մեզ։ Այսինքն խնդիրը կայուն մեծամասնություն։ Եվ դա ըստ էության որակական տեսանկյունից ազդեցություն է ունենում նաև գործադիրում իրականացվող բոլոր տեսակի բարեփոխումների, այդ թվում նաև ձեր մատնանշած կոռուպցիայի դեմ պայքարի կամ այլ բարեփոխումների օրակարգի վրա։ Այսինքն մենք արձանագրում ենք, որ թեև ընտրությունների միջոցով ձևավորվել է իշխանություն, բայց իշխանության բազմազանությունը եւ ներառականությունը չի ապահովում, որպեսզի մենք խոսենք լիարժեք ժողովրդավարական մեխանիզմով որոշումների կայացման մասին։ Դրա արդյունքում ըստ էության ստացվում է, որ խախտվում է նաև հաշվետվողականության եւ այդ իշխանության թևերի մեջ հակակշիռների եւ զսպվածությունը ապահովելու պահանջը, իսկ դա արդեն նման տեսակի խախտումը ինքնին որակվում է համակարգային կոռուպցիա։ Ես ուզում եմ այստեղ այդ նաև մոտեցումը կամ այդ թյուրընկալումը, որ համակարգային կոռուպցիան վերաբերում է կաշառքին վերևից հովանավորվող կամ ներքևից դեպի վերև գնացող շղթայի տարբերակում չէ, համակարգային կոռուպցիան հետևյալի մասին է։ Եվ դա դուք նաև ձեր խոսքում նշեցիք հողում կատարելով զեկույցի նաև համահիմնադիր եւ հեղինակներին, ըստ էության ստացվում է, որ եթե իշխանությունների բաժանման սկզբունքը խաթարվում է, որովհետեւ իշխող ուժը հնարավորություն ունի իր կամքը եւ իր մեծամասնության ձայնի ուժով իր ցանկությունը իրականություն դարձնել որոշումների միջոցով, որտեղ ներառականությունը չի ապահովում եւ ըստ էության վերահսկողությունն ամբողջությամբ գտնվում է այդ մեկ ուժի ձեռքում,
Դա արդեն համակարգային կոռուպցիայի մասին է խոսում կառավարման ոլորտում եւ դրա պատճառով է որ միավորը ըստ էության ոչ միայն չի աճել, այլ հակառակը նվազել է, որտեղ բարեփոխումները, որոնք նաև խոստացվել էին, սահմանադրական փոփոխություններից սկսած, որևէ կերպ իրենց ընթացքով չհամոզեցին, որ այո, նույնիսկ ընթացքը այս պարագայում գնահատվելու էր դրական, բայց ցավոք սրտի, ընթացքը նույնիսկ չհամոզեց, որ մենք գնում ենք դեպի կառավարման մեջ ժողովրդավարական մեխանիզմների ադապտացումը եւ հետեւաբար խոսել, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության ապահովում է ժողովրդավարություն այն որակական պահանջներին համապատասխան, որոնք իրականում պիտի լինեին, ցավոք սրտի բացակայում են։ Լավ, հիմա իշխանության ներկայացուցիչները լինեին, ձեզ կասեին իշխանության կարողը աղբյուրը ժողովուրդն է, նա է մեզ պատվիրակել, մենք էլ իրականացնում ենք այն ինչ պետք է անենք եւ եթե ժողովրդի մեծամասնության կողմից կան ինչ-ինչ հարցերում դժգոհություններ, մենք նրանց լսում ենք, մենք բավականին հերառական ենք, կտրված չենք այդ իշխանության աղբյուրից եւ այլն, բայց սա իշխանության ներկայացուցիչների Բայց եթե թույլ կտակ, ես շատ արագ դրան արձագանքեմ։ Եթե տարբերակով իմ հարցը իմ պատասխանը այդ տեսակի եթե հարցին կլիներ որ ես մասնակետ որպես եւ բավականին երկար արդեն 20 եւ ավելի տարիներ հենց դաշտում գործունեություն ծավալող սուբյեկտ կարիք չունեմ նույնիսկ ժողովրդավարության սահմանումը բացատրելու բայց ժողովրդավարությունը նշանակում է ոչ թե մեծամասնության հաշվին բոլոր տեսակի որոշումներ կայացնել այլ նշանակում է փոքրամասնության կարծիքը եւ պահանջները ապահովել որոշումների կայացման գործընթացում։ Եթե ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի փոքրամասնություն եմ, ում ձայնը հասել է ընդդիմությանը, բայց այդ ընդդիմությունը նույն ժողովրդավար ընտրությունների մեխանիզմի միջոցով գտնվում է ազգային ժողովում, դուք չեք կարող ասել, որ դուք մեծամասնության կամքի արտահայտությունը գերակա դարձնելով իմ որպես փոքրամասնություն կարիքները եւ իմ ձայնը պիտի ոչնչացնեք սա է էական տարբերությունը դրա համար էլ մենք տեղ չենք հասնում եւ ես չեմ ուզում մտնել նաեւ այն հնարավոր շահարկումների մեջ որը կանդրադառնար ընդդիմության որակին անցածին սև ու սպիտակին ինձ դա բացարձակ չի հետաքրքրում որովհետեւ դա կնշանակեր ես կբարձրացնեի ընտրությունների լեգիտիմության հարց նույն սկզբունքով բայց մենք ունենք իրողություն եւ փաստ որ ժողովուրդը այո իշխանության կրողը ինչքան ձեզ է սիրել, այնքան ինձ է սիրել եւ այդ սերերի մեջ տարբերակում դնելը ոչ իմ, ոչ ձեր գործը չի, առավել եւս որպես իշխանություն կրող, այլ մենք պարտավորված ենք դրանով ապահովել վերաբերելի շահերի պաշտպանությունը հավասարապես Եվ այս սա է խեղաթյուրում նաև օրակարգը, որ մենք դրանից տեղ չենք հասնում։ Հետևաբար ես կարծում եմ այդ հարցը առհասարական տեղին է եւ մենք պետք է նայենք իրողությանը հետեւյալ կերպ։ Մենք ունենք իրավիճակ, որտեղ խնդիրներն արձանագրված են եւ խնդիրները հերքելու փոխարեն պիտի բոլորը լծվեն այդ խնդիրները լուծելու պարտավորությամբ հակառակ պարագայում զուտ խոսակցական մակարդակում դա որևէ կերպ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում ավելի լավը չի դարձնելու։ Դուք ասում եք զարմանալի չէ 2019 թվականի արդյունքը 2022-ից հետո արդեն սկսում է այդ նահանջ տարին այսպես ասած իսկ ինչու զարմանալի չէ Որովհետև բայց չէ որ մենք պետք է հաշվի առնենք նաև որոշակի օբյեկտիվ գործոններ թե այստեղ դրանք հակառակը պետք է ավելի մեծ ազդակ լինեին Չէ տեսեք իհարկե ժամանակակից աշխարհը իր այսպես ասած տարբեր վերափոխումներով նաև ավելի դժվարին իրավիճակ է ստեղծում Հայաստանի նման երկրների համար, որտեղ այդ տուրբուլենսը կամ ցնցումներն ավելի շատ են զգացվում, բայց դա միևնույնն է, չպետք է հետաքրքրեր կամ դառնար ավելի շատ արդարացման պատճառ իշխանություն կրող սուբյեկտների համար, ընդ որում կապ չունի գործադիր, դատական, օրենսդիր մակարդակներում կամ նույնիսկ օրենքի ձևավորված մարմինների գործունեության պարագայում, այո, աշխարհը ցնցումայնության մեջ է, բայց մենք ամեն օր արթնանում ենք, աշխատանքի ենք գնում, սնվում ենք, օգտվում ենք տրանսպորտից եւ այդտեղ որևէ կերպ այդ ազդեցությունով պայմանավորված, քանի դեռ դա տարերային աղետ կամ պատերազմ չի, որը ցավոք սրտի մենք ապրեցինք, արդարացման այլ պատճառ չունեն։ Այսինքն մեր ամենօրյա կյանքի դրվագների մեջ, մինչև այդ ցնցումայնությունը կգա կդրսևորվի մեծ
տարածք կա եւ այդ տարածքը մեր հնարավորություններ այդ փոփոխությունները դրական առումով ապահովելու ինչի պիտի մենք առհասարակ քննարկենք դրանք մեր ամենօրյա տնային աշխատանքը կատարելու փոխարեն այսօր Հայաստանի Հանրապետությունում այդ ձեր մատնանշած բոլոր տեսակի ռազմավարությունները նաեւ ոչ միայն իրագործման խնդիր ունեն այլ դրանք ավելի շատ մեր իրականությունից կտրվածություն ունեն եւ նույնիսկ այն պարագայում երբ դրանք իրականացվեն իմ եւ ձեր կյանքը նորից պիտի կրկնեմ որևէ կերպ դրական փոփոխություն չի ապահովելու եւ սա է իշխանության խնդիրը որովհետեւ այո դրանք մշակվում են կամ խնդիրները դուրս են բերվում ավելի շատ հաճելիության սկզբունքով խուսափելով այն ցավեցնող կամ հիմնականում հակադրվող տեսակետներից եւ իրողությունից եւ բնականաբար դրանց հաշվի չառնելը հանգեցնում է նաեւ իրականացման անհնարինության հիմա ես փորձեմ վերել որոշակի հակափաստեր իհարկե ասած պատերազմ եւ ոչ մեկը դրա ցնցումները բնականաբար հետևանքները ապօրինի գույքի բռնագանձում վերջապես որը գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանի վարչապետը հրապարակում է գործող այդ թվում պաշտոնյաներին մեղադրանքներ հենց կոռուպցիոն գործերով նախկիններին եւս ես չեմ ասում վճիռներ կան թե չէ համենայն դեպս կա որոշակի քրեական process կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կոռուպցիոն գործերով դատարան էլ ինչ հիմա վերջից սկսենք թե սկզբից հիմա լավ մարմինների եւ ինստիտուցիոնալ գործունեությունից այո դրանք իրողություն են բայց եկեք այդ դեպքում տեսնենք նույն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եւ այստեղ ուզում եմ նաեւ անշահախնդիր կերպով ընկալվի արդեն երկրորդ տարին է թեվակողում առանց ամբողջական կազմի եւ ես նույնիսկ շատ հարցեր ունեմ վերջին անդամի ընտրության ոչ միայն գործընթացին, այլ նաև հենց բարեվարկության հետ կապված։ Հիմա արդյոք սա ինձ եւ որպես ոլորտի մասնագետ եւ այդ փորձը ունեցող եւ որպես քաղաքացի համոզում է, որ հանձնաժողովի, որը չի գործում ամբողջական կազմով, որի անդամի ընտրության ընթացակարգը եւ ամբողջ գործընթացը ունի չափազանց լուրջ խոցելի կետեր եւ դա դրսեւորվեց արդեն ընդ որում ոչ մեկ անգամ Հանձնաժողովի անդամի ընտրությունը առնվազն 3-4 փուլով ազգային ժողովում ձախողվել է։ Ձախողվել է նաև այդ իմ նշած քաղաքական մեծամասնության բացառիկ լիազորությունը չափազանց փնթի իրացնելու արդյունքում եւ այստեղ եւս ընդդիմությունը մասնակցայնություն որևէ կերպ չունի։ Նույն սկզբունքով հակակոռուպցիոն դատարանը հիմա եթե ես խոսեմ դրա մասին որակական ասպեկտից հակակոռուպցիոն դատարանում քաղաքական ուժի քաղաքական անձ հանդես եկող սուբյեկտ է նշանակվել որպես դատավոր հիշում եք իմ նշած կառավարման մեջ կոռուպցիայի կամ առհասարակ համակարգային կոռուպցիայի սահմանումը այո սա արդեն նշանակում է եթե քաղաքական ուժը վերարտադրվում է նաև դատական իշխանությունում կամ այն անկախ մարմնի մեջ որը ըստ էության պիտի այդ համակարգում այդ շեղումները կամ հակակշիռը ապահովեր նշանակում է արդեն մենք այդ կետում ձախողեցինք ես կարող եմ սա գործ ունի կամ ազդեցություն ունի պատերազմից ոչ նույն սկզբունքով ձեր առաջին նշած հանգամանքի մասով կասեմ ինչով պատերազմը օրինակ ազդեց այն ոստիկանի վրա որոնք բռնությամբ հեռացրեցին ծնողներին, ես ինչի եմ այդ օրինակը բերում, որովհետև գուցեև հին ու նոր հակադրվեն, բայց ես այն սուբյեկտն եմ եղել, որ պաշտպանել եմ եւ մինչեւ հիմա գործը գտնվում է Եվրոպական դատարանում, Սևազգեստ մայրերին Բաղրամյան 26 հասցեից ինձ նրանց հետ միաժամանակ ֆիզիկական բռնի ուժով հեռացնելու գործընթացի ուղիղ մասնակից եմ եղել։ Խնդրում եմ հիմա նույն հակադրանքի տեսանկյունից ինձ համոզեք այս վերջին դրվագը արդեն նոր իշխանությունների կառավարման օրոք ինչքով է ավելի լավը կամ տեղին, քան իմ մատնանշած օրինակը եւ ես կարող եմ օրինակների տարբերակով թվարկել եւ շարունակել, այսինքն ես եթե որպես քաղաքացի իրավիճակին եւ իրադարձություններին նայում եմ, ես այդ որակական փոփոխությունը նաեւ արդեն քաղաքացիական իրավունքների պաշտպանության տեսանկյունից չեմ մզգում եւ այստեղ նորից Երբ խոսում ենք իրավունքի մասին, մենք չենք խոսում բացառապես այն բացառիկ դրվագներով, որտեղ այս կամ այն իրավունքը չի խախտվել։ Մենք խոսում ենք արդյոք մենք կառուցել ենք համակարգ, որտեղ իմ ազատությունների իրականացման տեսանկյունից ես արդեն զգում եմ, որ պետությունը որպես այդպիսին իմ իրավունքը հարգում է եւ պաշտպանում է, ոչ թե
անընդհատ խուսափում է կամ այսպես խցկվում է իմ տարածք եւ այստեղ այդ ազատությունների համատեքստում հենց ինդեքսի մեջ օրինակ անդրադարձ կա քաղաքական խոսքի եւ առհասարակ խոսքի ազատությանը ուզում եք դա քննարկենք արդյոք խոսքի ազատությունը եթե այդպես թմկահարվում է որ մենք հնարավորություն ունենք բոլորը խոսում են այդպեսին է թե չէ մենք ունենք քրեականին հասնող պատասխանատվություն սուբյեկտների նկատմամբ ովքեր իրացրել են իրենց ազատ խոսքի իրավունքը եւ համակարգի տեսանկյունից մենք ունենք աննախադեպ երևույթ երբ քաղաքացիական օրենսգրքի վիրավորանք եւ զրպարտության հոդվածի մեջ իրականացված փոփոխությամբ պատասխանատվությունը տույժի տարբերակում կրկնապատկվել եւ ավելացել է, այսինքն եւ լրագրողների եւ սուբյեկտների համար, ովքեր ըստ էության արդեն խոսում են վախի տեսանկյունից, առաջին ազդակը վախն է պատասխանատվության ենթարկվելու այդ մեծ չափսով, քան ըստ էության այդ իրավունքի ազատության իրացումը եւ սրանք իրավիճակներ են, որոնք անհերքելի են, սա ոչ թե քաղաքական պոպուլիզմի տարբերակով պիտի ուղակի փորձ արվի հերքվել, այլ իսիրողությունը պետք է առերեսվի եւ այո գործողությունները պիտի լինեն շատ հստակ նյութավորված, որպեսզի դրանք կարողանան ըստ էության փոփոխություն բերել։ Ընդ որում, եթե նորից ձեր ամենավերջին օրինակին անդրադառնամ, ոչ միայն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կամ հակակոռուպցիոն դատարաններն են, որ որակական առումով խնդիր ունեն, հենց քանի որ գործերից նաև խոսեցիք հակակոռուպցիոն կոմիտեն ինքը ըստ էության հիմա չունի արդեն մարմնի ղեկավար, եւ սա եւս խնդիր է։ Նույն տարբերակով մենք ունենք բարձրագույն պետական խորհուրդ, որը համալրված չէ սպառակայում, այսինքն եթե մենք ունենք այդ չափ անհարգալի վերաբերմունք պետական ինստիտուտների նկատմամբ, որոնք պիտի ապահովեին այդ հակակշիռները մյուս պարագայում դրանք մեծ ամասամբ եւ հիմնականում վերաճում են քաղաքական ուժի ներկայացուցիչների կամ քաղաքական ուժին լոյալ գտնվող սուբյեկտների միջոցով, դա չեղավ, որ մենք ունենք օրակարգ, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարը եւ կանխարգելումը տալու են դրական արդյունքներ։ Անկախ նաեւ ձեր բերած գործեր օրինակներից, դրան էլ անդրադառնամ, քրեական հետապնդումը post factum, այսինքն գործողությունից հետո տեղի ունեցող երևույթ է, պատասխանատվության տեսանկյունից շատ կարևոր է, բայց քանի որ դա վերաբերում է անցյալին մեծամասամբ, դա եւս ցույց է տալիս, որ այս պահին համակարգը որպես այդպիսին առաջնային չէ փոփոխության առումով, որովհետեւ եթե համակարգի փոփոխություն լիներ, մենք քրեական գործերը որպես նաեւ հաջողության պատմություններ ավելի քիչ կարիք կունենայինք օգտագործելու, իսկ քանի որ իհարկե, այսինքն համակարգը պիտի փոփոխվեր, որ նույնիսկ նման ցանկություն ունեցող անձը ըստ էության նման վարքագծից արդեն հեռացված լիներ, բայց մենք կարող ենք նույն տրամաբանությամբ շարունակել, որ չէ, հենց քաղաքական թիմին հարող անձանց մասնակցությամբ երևույթները նորից վերակրկնվում են եւ սա խոսել բավարարիկ փոփոխությունների կամ այն դրական տեղաշարժի մասին, որը պիտի ինդեքսի փոփոխություն բերեր, ցավոք սրտի չունի։ Ինչպես այո դուք էլ նկատեցիք, ժողովրդավարությունը չի պայմանավորում բացառապես կոռուպցիայի լինել կամ չլինելը, սահմանադրությունը ինքնին խնդիր է այս հարցում ենթադրում եմ, եթե դուք խոսում եք օրինակ իշխանության տարբեր ճյուղերի զսպումների, հակակշիռների, վերահսկողության կամ ինչպես շատ հաճախ ասում են խորհրդանի գործադիրին ենթակա չլինելու այս վատ պրակտիկայի մասին եւ այլն։ Սահմանադրական փոփոխությունները արդյոք չեն բարելավելու մեր ժողովրդավարական ցուցանիշները կամ ցուցանիշները հաշվառված սխալ է, հա, ցուցանիշները թող գնահատեն գնահատողները։ Մեր երկրում ժողովրդավարության վիճակը չի բարելավելու, որովհետեւ օրինակ նույն եթե երկրի կառավարման մոդելի փոփոխություն չի նախատեսվում, ապա իշխող ուժը համաձայն է, որ կանոն մեծամասնության սկզբունքը արժի գուցե նաև վերանայել։ Այս դեպքում կապահովվի նաև խորհրդարանական անկախ իշխանությունից նաև ընդդիմության որակական, ինչպես դուք եք նշում, մասնակցայնությունը քաղաքական, օրենսդրական այս կամ այն որոշումների կայացման գործընթացում։ Իհարկե, եւ դրա համար ես հենց սկզբում նշեցի, որ դա միավորի փոփոխությունը կրեդիտ էր նոր ձևավորված իշխանությունների համար, բայց դա ենթադրում էր գործողություններ առնվազն ընթացք, որը մեզ կհամոզեր, որ մենք վերջնարդյունքի տեսանկյունից օր-օրի մոտենում ենք եւ գուցե եւ այդ պարագայում իրավիճակը գնահատվեր այլ կերպ, բայց տեսեք, սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է այո, նոր ձևավորված իշխանության մանդատներից անմիջապես հետո, բայց դա երբևէ բովանդակային առումով մեզ հետ չի կոմունիկացվել
Եվ ըստ էության մենք հիմա դուք խոսում եք, ես կարող եմ հակադրվել, կարող եմ ասել այդպես չի, որովհետև մենք չունենք օրակարգ եւ սեղանին դրված փարթետ, որտեղ դա գրված է եւ որի նկատմամբ մենք վերաբերմունք արտահայտենք։ Ես չգիտեմ։ Հայցակարգում ունենք, տեքստը կլինի մինչև 26-ին։ Կառավարման մոդելը փոխվելու է, թե ոչ։ Ոչ։ Էլ ինչի մասին պիտի քննարկենք համանadrության համատեքստում։ Կառավարման մոդելն է, նորից եմ կրկնում, եւ կառավարումն է, որ այս պահին ժողովրդավարության ինդեքսի 5 ոլորտային ցուցիչներից երրորդով հենց կառավարման սանդղակում արձանագրել է նվազում եւ դա շարունակվելու է գուցե ավելի մեծ շեղումով, այսինքն ավելի բացասական հաջորդ տարիներին, որովհետեւ կառավարման տեսանկյունից որոշումների կայացման մեխանիզմը բացարձակապես ժողովրդավարական սկզբունքներին չի համապատասխանում եւ եթե մենք սահմանադրության որպես մայր օրենքի իմ ձեր եւ պետության հարաբերությունները կարգավորող մայր օրենքի մեջ այդ հարցի կարգավորման փոփոխություն չենք ապահովում, ես մասնագիտական տեսանկյունից նաև չգիտեմ այլևս ինչ խնդիր կլուծի սահմանադրությունը, որով հնարավոր կլինի չեզոքացնել նման ռիսկերը։ Լավ, ոչ էլ լավ ցուցանիշ է բնականաբար, երբ մենք օրինակ շարունակում ենք մնալ նույն ցուցանիշի տիրույթում, հա, սա նշանակում է էլի այստեղ ռազմավարությունների կյանքի չեն կոչվում եւ վաղտոջ դա էլի բերելու է հետընթացի։ Արդարադատության նախարարը Սահմանադրության մասով, հա, պնդում է, որ տեքստը շուտով կլինի, այսինքն մինչև ընտրություններ լինելու է, այն բավական ներառական է լինելու, հանձնաժողովի աշխատանքները կատարում է, կոռուպցիա համակարգային չկա, դրվագային կոռուպցիա իհարկե կա։ Սա մասին շատ է խոսում, որ դրվագային կոռուպցիա այո ամենտեղ էլ կա։ Նաև քաղաքական իշխանության ներկայացուցիչները, առավելապես բարձրագույն ներկայացուցիչները այդ իշխանության շատ են խոսում հենց հանրության կողմից կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն դրսևորելու, մտքի հեղափոխության եւ կոռուպցիոն վարկ չդրսևորելու անհրաժեշտության մասին։ Հանրությունը այստեղ ինչ, այսպես ասենք, անելիք ունի, պատվիրակելով այդ լիազորությունները իշխանությանը, որը պետք է, հա, համակարգային իմաստով պայքարի, ռազմավարություններ մշակի, կյանքի կոչի, մենք ինչ կարող ենք անել։ Տեսեք, շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում եւ իմ նախկին գործունեության հանձնաժողովում արդեն առաջնային հարցերից մեկն էր, որի համար նաեւ ես բավականին մեծ քննադատության արժանացա, որ հանրային տեսանկյունից տեսանելիությունը հանձնաժողովի, բայց նաեւ այդ կոմունիկացիան հանրության հետ որակյալ չէ։ Բայց ես պատճառ ունեի, հիմա չեմ ասում դա արդարանալու համար, բայց նաեւ ցույց տալու դրա իրական արդյունքը։ Պատճառը հետեւյալն էր, ես իմ մասնագիտական նախկին գործունեության բերումով բավականին հետաքրքիր դեպքերի եւ իրավիճակների մասին արդեն գիտեի եւ ամենացայտունը, որը գովաբանվում էր բոլոր նաեւ միջազգային գործընկերների կողմից Ուկրաինայի դեպքն էր, բայց իրականության մեջ ամերիկյան համալսարաններից մեկում հենց գիտահետազոտական փորձի միջոցով դուրս էր բերվել իրական պատկերը հասարակության եւ մարդու ընկալման տեսանկյունից կոռուպցիայի նկատմամբ հենց այդ պայքարի տարբեր ռազմավարական փաստաթղթերի եւ դրա մասին կոմունիկացիայի տեսանկյունից եւ արդյունքը շատ վախենալու էր, հետեւյալն էր, ինչքան շատ էր խոսացվել կոռուպցիայի մասին, նույնիսկ պայքարի լեզվով, տարբեր պաստառներ, տարբեր տեսակի հաղորդագրություններ, մարմինների գործունեության մասին այդպես հռչակագրային բարձր հնչող տեքստեր, այնքան մարդիկ վարքագծի մակարդակում հակվել էին ավելի շատ կոռուպցիա եւ ստատիստիկ տվյալներով արդեն եւ դա փորձի նաեւ արդյունքում դրսեւորված էր ոչ միայն տեսական հետազոտություն, այլ վարքաբանական հետազոտություն, որ մարդը ով տեսել է, որ արգելվում է կոռուպցիան կամ պայքարում են կոռուպցիայի դեմ կամ ցանկացած այլ տեքստ այդ ոճով հանգեցրել էր հակառակ վարքագծի հետեւյալ թարգմանությամբ մարդու անհատական վարքագծում հետեւյալ ձևակերպումն է դա ստանում քանի որ երևույթը այդքան տարածված է ինձնով բան չի փոխվելու հետեւաբար իմ հարցը լուծելու համար ոչինչ ես ավելի լավ է ոստիկանին նորից կաշառք տամ կամ ծանոթով իմ հարցը լուծեմ իրանք միևնույնն է պայքարում են այսինքն այդ կոմունիկացիոն լեզուն շատ կարեւոր էր որպեսզի հասարակությանը եւ մարդուն այդ օրակարգից ոչ թե հեռացնի այլ մոտեցնի հիմա ինչի էսպես երկար ասեցի որովհետեւ ցավոք սրտի Նաև արդյունքների տեսանկյունից իմ խնդրանքով եւ դա զեկույցը հրապարակվել է, ցավում եմ, որ չի օգտագործվում, երկար ժամանակ պահանջվեց եւ այդ հետազոտությունը իրականացվեց նաև Հայաստանում։
իրականացվեց հանրային հարցման եւ այդ վարքաբանության տեսանկյունից։ Հիմա արդյունքների տեսանկյունից ես եւ դուք լրիվ այլ իրականություն ունենք։ Հայաստանի Հանրապետությունում իսկապես շարքային քաղաքացին ավելի մեծ վտանգ տեսնում է բարձր մակարդակում, բարձր պաշտոնատար անձանց կողմից տեղի ունեցող իշխանության չարաշահման առնչությամբ որպես կոռուպցիա, քան ներքևի մակարդակում իր կողմից տրվող կաշառքի առնչությամբ։ Այսինքն քաղաքացու տեսանկյունից ինքը դեռևս իրավունք ունի շարունակել կաշառք տալ իր հարցը լուծելու, բայց ինքը անհանդուրժող է պետության ավելի բարձր մակարդակում պաշտոն զբաղեցնող սուբյեկտի վարքագծի նկատմամբ եւ սա իրողություն է, գուցե հետազոտություն պետք է չլիներ, մենք մամուլու եւ այդ տեսակի հրապարակումների արձագանքով էլ դա ակնհայտորեն տեսնում ենք։ Մենք խոսում ենք այդ քաղաքացու հետ, ոչ։ Հետևաբար, եթե մենք գուցե եւ խոսալու արդյունքում ակնկալում ենք քաղաքացու վարքագծի մակարդակում իր կողմից տրվող կաշառքը կրճատել, քաղաքացին իր պատասխանատվությունը գուցե եւ վերցնի, մի որոշակի մասով էլ արդեն վերցվել է եւ կա, բայց արդյոք դա լուծել է քաղաքացու ակնկալիքը այս մյուս մակարդակում, ոչ։ Արդյոք մենք խոսում ենք այդ մակարդակից քաղաքացու հետ վերջինիս մասնակցությունը, օժանդակությունը կամ աջակցությունը ստանալու տեսանկյունից ոչ։ Հետևաբար այս բացի լրացման համար եւ այդ զեկույցը շատ ավելի մանրամասներ է բացահայտում մարզերից մինչև Երևան քաղաքը, տարիքային խմբից, սեռերից տարբերակելով, ընդհանուր գույներից, նախասիրությունների առնչությամբ եւ խոսքից կամ այդ խոսքը ում դեմքով է ներկայացվում, որպեսզի իր համար դա ընկալելի լինի։ Եթե մենք քաղաքացու այս վարքաբանական առանձնահատկությունները հաշվի չառնելով խոսում ենք բարձր մակարդակում ռեֆորմների տեքստերի լեզվով, որոնք երբեմն հենց մասնագետներին հասկանալի չեն, մենք քաղաքացուց այս պարագայում ակնկալիք, որպես այդպեսին չի պետք է ունենանք։ Այստեղ ոչ թե քաղաքացին պիտի բարձրանա հասնի այդ մակարդակում մեզ հետ պայքարող սուբյեկտ, այլ հակառակը պիտի տեղի ունենա, օրակարգը պիտի գա քաղաքացու դաշտ եւ քաղաքացին պիտի զգա որպես գործընկեր։ Եթե դա բացակայեց, որևէ կերպ, նույնիսկ եթե բոլոր հնարավոր այս տեսակի ինդեքսները արձանագրեն դրամատիկ աճ բարեփոխում, քաղաքացին դրա գործընկերը նորից չի լինելու, երբևէ քաղաքացին չի ասելու, որ սա իմ իրողությունն է եւ իմ իրականությունն է։ Հետեւաբար այստեղ մենք տեքստերի կարիք չունենք, նույնիսկ ռեֆորմ փաթեթների, բայց մենք կարիք ունենք հասկանալու վարքաբանական տեսանկյունից քաղաքացին ինչն է լսելու եւ եթե մենք չենք արձագանքում դրան, որևէ կերպ այդ փոփոխությունը նաեւ ընկալման տեսանկյունից չի դառնալու իրողություն։ Դե հաղորդակցությունը մեղմ ասած այս իշխանության լավ կողմերից չէ։ Հաղորդակցությունը, բայց ոչ ցանկացած տեսակի հաղորդակցություն։ Հաղորդակցություն ճանաչելով հաղորդակցության մյուս կողմին, ընդ որում այն ակնկալիքով, որ դուք պիտի համագործակցեք կոնկրետ խնդրի լուծման ուղղությամբ։ Եվ տեսեք, այդ ազդակը ըստ էության մենք չենք կարող նաև այդ պատասխանատվության բեռը նույն չափով դնել քաղաքացու վրա։ Ազդակը հնչեցվելուց հետո կարծում եմ մեծամասամբ քաղաքացիներն առնվազն առաջին տարիներին իրենց պատասխանատվության բաժինը չափազանց գրագետ են իրականացրել, բայց ակնկալիքը ձևավորվել է նորից համակարգից եւ բարձր պաշտոն զբաղեցնող սուբյեկտներից, այսինքն այստեղ քաղաքացին մենակ մնալու, այսպես ասած, կարիք եւ անհրաժեշտություն չունի եւ սա էլ ժողովրդավարության նորից գուցե շատ մասնագիտական հնչի, բայց նաեւ ինձ մասնագետի տեսանկյունի շատ սուր է հնչում, երբ այդ տեսակի հարցերի պատասխանատվություն նաև փորձ է արվում կիսել քաղաքացու հետ, որովհետև մենք ի սկզբանե անհավասար դիրքերում ենք գտնվում, իշխանությունը սա է, քաղաքացին սա է եւ սա հիերարխիկ տեսանկյունից եմ ասում, ոչ թե ստորադասելու, եւ սա այս բարձր դիրքը ենթադրում է բարձր պատասխանատվություն։ Ցանկացած դեպքում, երբ պատասխանատվությունը չի իրացվում եւ դրա բեռը փորձ է արվում բերել քաղաքացու մակարդակ, դա արդեն ժողովրդավարության ձախողում է։ Շնորհակալություն։ Ես եւս շնորհակալ եմ։ Զրուցակիցս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախին նախագահ Հայկուի Հարությունյանն էր։